ձեզ, սիրելի երեխաներ։ Մենք կսովորենք ձմեռ երկվարժությունը և կկատարենք այն ձեռքի նշաններով և նոտաների օգնությամբ դուք կծանոթանաք երգի հնչյունների կազմության հետ։ Պատրաստ ենք սովորելու։ Այո։ Մեկ գնաց։ Այ ձմեռ ծեր տաշունչ ցուրտ ձմեռ։ Դրեք։ Այ ձմեռ ծեր տաշունչ ցուրտ ձմեռ։ Եկամներ սաղնակներ դահուկներ։ Եկամներ սաղնակներ դահուկներ։ Մենք երգը կարծես աստիճանով, ինչ են անում, բարձրանում են, այ ձմեռ ծեր տաշունչ ցուրտ ձմեռ։ Եկեք վեր հիշենք մենք, ինչ երաժշտականությունների հետ եք ծանոթացել։ Դո, ռե և մի։ Ուրեմն գրի ենք առնում նշանները, դո, հիմա երգում ենք աստիճաններով։ Այ ձմեռ ծեր տաշունչ ցուրտ ձմեռ։ Եկարներ սաղնակներ դահուկներ։ Երեխաներ, մին որ աստիճանն է։ Որ աստիճանն է մին։ Ամենաբարձր, ճիշտ է, այսինքն երրորդն է, չէ՞։ Երրորդը, երկրորդը և դուք հնչյուններն եք, ամեն մեկը պետք է աստիճանաբար իր հնչյունը երգի։ Աննա, դու որ հնչյունն ես։ Ներկայացնում ես որ հնչյունը։ Դու Սոֆի։ Թինա։ Դե հիմա սկսենք երգել, ես մատիկով ցույց եմ տալիս, դուք երգում եք։ Դո, դո, մի, դո, մի, դո, մի, ռե, դո, Հիմա խառնվում են նոտաները, խառնվում են նոտաները, խառնվում են նոտաները, խառնվեցին։ Ստոպ։ Ինչպես դասավորվեցին երեխաներ նոտաները։ Ռե, դո, մի, դո, մի, ռե, դո։ Երեխաներ, ձեզ դուր եկավ այս խաղը։ Ձեզ դուր եկավ այս խաղը։ Շատ լավ։ Մեր հնչյունաշարի առաջին հնչյունը որն է, երեխաներ։ Դո։ Դե եկեք հնչյունաշարը երգենք։ Դո, ռե, մի, ֆա, սո։ Ահա, տեսնեմ աշոտ։ Շատ ապրես։ Ահա, նաև անունները գրի։ Դո, ռե, մի, դե ցույց տուր ձեռքի նշանները։ Այո։ Շատ լավ, ձեռքի նշանները նկարվենք։ Հապ, հապ,
են նվագում այս երաժշտական։ Ես ուզում եմ ձեզ այսօր ծանոթացնել մի քանի երաժշտական գործիքների հետ, նվագարանների հետ, որպեսզի դուք հասկանաք, թե ինչ ձևով է հնչում երաժշտությունը։ Մենք ծանոթացանք, չէ՞, նոտաների հետ։ Այո, բայց եթե չունենանք երաժշտական գործիքներ, կարող եք նվագել այդ նոտաների միջոցով։ Միայն ջութակ չէ։ Տեսեք, ես այսօր բերել եմ ձեզ համար երաժշտական գործիքներ, որպեսզի մենք ծանոթանանք։ Ապա այստեղ նայեք, սա ինչ գործիք է։ Դաշնամուր է, այս գործիքի այլ կերպ անվանում են ռոյալ։ Սա դաշնամուրի մեծ եղբայրն է։ Մեծ է, չէ՞, ավելի քան դաշնամուրը։ Ռոյալը տեղադրվում է ամենգասրահներում, մեծ բեմերի։ Երեխաներ, երաժշտական գործիքները մի քանի տեսակի են լինում։ Ստեղնաշարային գործիքներ, որոնք նվագելու են այս ստեղների օգնությամբ։ Երաժշտական գործիքները նաև ինչպիսին կարող են լինել։ Հողային, տեսեք, կարող են լինել հողային, պղնձյա հողային և փայտյա հողային, այսինքն գործիքները մենք կարող ենք պատրաստել և երկաթից, մետաղից և ինչից? Փայտից։ Ուրեմն լինում են պղնձյա հողային և փայտյա հողային։ Սա մեր փայտյա հողային զուռնան է, հայկական ժողովրդական։ Հենց հարսանիքներին տեսել եք, որ զուռնա են նվագում։ Էլ ինչ են նվագում զուռնայի հետ երեխաներ։ Որ գեղեցիկ հնչում է զուռնայի հետ, ինչ է նվագում։ Այո, ուրեմն սա էլ մեր դհոլն է երեխաներ։ Հիմա ես ձեզ ծանոթացնում եմ երաժշտական գործիքները դնում են հողային, հարվածային և ստեղնաշարային, մեկն էլ կա լարային։ Այո, նախ լարային գործիքների հետ կարող ենք մենք ծանոթանալ։ Սա ո՞ր գործիքներ։ Ջութակն է, գիտեք ինչպես է ջութակը նվագում։ Ջութակը նվագում է աստղի ուշադրություն։ Ջութակը նվագում է ջութակը հենելով ուսին, ոզի հատվածին։ Այնուհետև այստեղ լարերն են և հնչյուններն են։ Մատիկներով դնում ենք և աղեղով, այստեղ տեսնում ենք աղեղի լարեր կան։ Իրական ջութակում պատրաստված է ձիու մազերից, վերամշակված ձիու մազերից։ Այսպես դնում ենք և նվագում ենք, գեղեցիկ ձայն է դուրս գալիս։ Ապա մի մասնակից կանչենք Դավիթ տեսնենք Դավիթը կարող է փորձել ջութակ։ Ես էլ։ Այսպես դնում ենք ուսին, այսպես աղերն ենք վերցնում և մի մասնակից էլ կգա, որպեսզի հողային գործիք նվագի։ Սա էլ հողային գործիք է, անունը սրանուն ինչ է, սրինգն է, սրինգն է երեխաներ, այստեղ, խնդրեմ, դուք երաժիշտում եք շուրջի և դե կատարեք տեսնենք, նվագում եք, իսկ հիմա մենք ինչպես ենք, մենք էլ կարծես դհոլը լինենք, եկեք ռիթմական նվագակցությամբ իրենց օգնենք։ Ահա, այո, ձմեռնահամ մեր դուրը թակեց, ջերմակ Երեխաներ, ամփոփելով այսօրվա դասը, մենք հանգում ենք այն եզրակացության, որ առանց երաժշտական հնչյունների մենք չէինք կարողանա ստանալ այսքան տարբեր երգեր, իսկ առանց երաժշտական նվագարանների այդ երգերը չէին կարող լինել այսքան տարբեր և գեղեցիկ։